Սիրելի հայրենակիցներ, Բարգավաճ Հայաստան խմբակցության ներկայացուցիչներով հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ ենք հանդես եկել, մասնավորապես ներկայացնելով, որ գյուղատնտեսությամբ զբաղվող մեր երկրի տնտեսվարողը եւ գյուղացին բնական աղետների հետևանքով, եթե տուժում է 50%-ից ավել, այդ մեկ տարվա համար նրան ազատենք հողի հարկից։ Սա չափազանց կարևոր նախաձեռնություն է, քանի որ հաշվի ենք առնում, որ մեր երկրի բնակչության շուրջ 30-61%-ը գյուղաբնակ է, երկրի շուրջ 60%-ը մշակ հողերի կիրառության մեջ չի օգտագործվում, իսկ մենք ունենք անսահման մեծ շուկա ԱՏՄ-ում եւ մեծ պահանջարկ։ Այս հանգամանքները հաշվի առնելով, նաև հաշվի առնելով, որ նման նախաձեռնությամբ հանդես ենք եկել դեռևս 2018 թվականի սկզբում եւ անցած խորհրդարանական մեծամասնությունը դրական եզրակացություն չի տվել այս օրենսդրական նախաձեռնությանը, հաշվի առնելով նոր իրողությունները եւ տնտեսական իրական հեղափոխական ցանկությունն ու տրամադրությունը, մենք մեր խմբակցությունով մշակել ենք եւ ներկայացրել ենք այս օրենսդրական նախաձեռնությունը։ Հաշվի առնելով նաև այն կարևորագույն հանգամանքը, որ ուսումնասիրել ենք միջազգային փորձը, տարածաշրջանի փորձը, մասնավորապես լավագույնս նման օրենքի նախագիծ գործում է մեր հարևան Վրաստանում եւ կիրառության մեջ վերջի 8 տարիների ընթացքում գյուղատնտեսությունը շոշափելի աճ է արձանագրել։ Տնտեսական հարցերով հանձնաժողովը ցավոք սրտի մեր կողմից ներկայացրած նախաձեռնությանը տվել է բացասական եզրակացություն, չնայած որ մենք համոզմունք ունենք, որ այս նախաձեռնությունը իրոք էական շոշափելի փոփոխություն կարձանագրեր գյուղատնտեսության շրջանակում։ Մենք նմանատիպ նախաձեռնություններ մշակում ենք, վեր ենք լուծում, ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տարածաշրջանի փորձը, նոր ներկայացնում ենք խորհրդարանի քննարկման։ Մենք գտնում ենք, որ նմանատիպ նախաձեռնություններն են, որ կարող են եւ պետք է իրականության մեջ որպես օրենք գործեն, որպեսզի մենք կարողանանք տնտեսության մեջ շոշափելի արդյունքներ արձանագրել։ Բարգավաճ Հայաստան խմբակցության ներկայացուցիչներով հետևողական եղել ենք, կանք եւ լինելու ենք։